Սուրճ ու սեր առավոտից 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր բարի լույս Ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե վաղ առավոտից մաղթում ջերմություն, որովհետեւ ցուրտ է արդեն եւ իհարկե հաճելի լավ տրամադրություն Նոյեմբերի 20-ն է, օրը 5-շաբթի, դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը ուղիղ եթերում այսօր ժամուկես տես համար սիրով կաշխատել Լուսինե Մուրադյանը եւ իհարկե Տիգրան Հարությունյանը ու էստեղ դու ուզում ես ծափարոցեր հնչեցնել այո շնորհակալ եմ գործընկեր Խնդրեմ ոնց չաշխատես նման ծափերից հետո ոնց Ես էլ մտածեցի պիտի ասես ոնց չաշխատել նման գործընկերոջի հետ դու այնպեսի այսպես ռևերանս արեցիր հենց ամենասկզբում որ ես ուղղակի շաքախվեցի դա ես Դու դիտես Սուրճը մեր սեղանին է, դարասև սուրճ, այսօր քաղցրել ունենք, լուսինի շնորհիվ Իմիջիայլոց չմոռանաք հարգելի ռադիոլսողներ, եթե առավոտյան պարտադրված դեղեր ունեք, չմոռանաք այդ դեղերը խմել Բայց շատ կարևոր է Ոնց որ սկզբի համար ամեն ինչ ասեցի Ճնշման դեղերը մի մոռացեք, սոված փորին խմեք Երեք նոր խմեք Չէ, ճնշման դեղը սոված փորին են խմում Չգիտեի Բա ոնց Բարի լույս բոլորին Բողոցյան վերջաղմուկին, խառնելով սուլոցս անհոգ, աննպատակ անշտապ քայլում է Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին փայլում են Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոգոց ու առաջ, երեկոն այնքան խաղաղ, լուսավոր է Ես կանչ աղջիկներ են անցնում, նայում եմ նրանց ու մտածում Որ Երևանն իրոք արտասովոր է Փշատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ Բաքում Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ Արթնացնում է հազար ու մի հուշ, նստարանը ծառի շվաքում Ուր սիրել եմ ու անհույս հարբել եմ Ընկերներ հեռու մոտիկ, պարզապես անցնող մարդիկ Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք Սայլակում անկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված Սրճարանն է կանչում իր գիրկը Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած Կթերթեմ հիշողության իմ գիրկը Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել Այսօրվա կողքին կա երեկվանը Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր այնքան էլ հին Հուշերի քաղաք է Երևանը Թող որ իմ դժվար ճամփին, պատահեց և դառնություն Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ Ունեցա և հաղթանակ, ունեցա և պարտություն Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ Տառապած ու անվեր, իմաստուն ու ալեհեր Դու ես որ բուժել ես իմ վերքերը Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր երգերը Հարազատ ու աննման, հույսի քաղաք Երևան Քո մասին են իմ բոլոր երգերը Երգերը Սուրճ ու սեր առավոտից
9:35 Երևանն է խոսում, դուք լսում եք Հանրային ռադիոն։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ հիշեցնում, որ ռադիոն վաղուց արդեն ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սխմեք, այդ տարբերակով լսեք մեզ, մեր տունն է armradio.am կայքը, տեղափոխվեք այնտեղ։ Նաեւ գործում է եւս մեկ live Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջեք մուտք գործում հայատառեք գրում եւ այնտեղ էլ live կա, այնտեղ էլ կարող եք մեզ հետեւել, իհարկե մեկնաբանությունների մասին չեք մոռանում։ TikTok-յան հարթակում եւս շատ ակտիվ են օգտատերերը։ Միանգամից live-ը միացրեցինք ու բազմաթիվ գրառումներ, սրտիկներ, նվերիկներ շնորհակալ ենք։ TikTok-յան հարթակում մեր անձնական էջերին եք միանում, երկու պատուհան սկզբունքով ենք աշխատում այնտեղ եւ սպասում ենք բոլորի արձագանքներին, հարգելի ռադիո լսողներ, ու սիրով ասում ենք բարի լույս եւս մեկ անգամ։ Սիրով ասում ենք բարի լույս, հիշեցնում որ նոյեմբերի 20-ն է, օրը 5 շաբթի։ Եվ սկսենք եղանակից, ինչպես միշտ, անհրաժեշտ տեղեկատվություն, այնինչ հարկավոր է յուրաքանչյուրիս տանից դուրս գալուց առաջ։ Այս պահին 6 աստիճան տաքություն է Երևանում։ Տեսնում եք, ցրտել է։ Բայց դե էլի գոհ լինենք, որովհետև նոյեմբերը մոտենում է ավարտին ու դեռ կարողանում ենք ոչ շատ տաք հագուստով պտտվել։ Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իդեպ լուսադեմին մեզ խոստացել էին Արարատյան եւ Շիրակի դաշտում կարճատև մառախուղ, չգիտեմ այդ մառախուղը ծրվել է թե ոչ, արդեն լուսադեմ չէ։ Հարգելի ռադիոլսողներ, եթե ունենք քամի հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Նաև ցերեկային ժամերին այսպես օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։ Մայրաքաղաք տեղափոխվենք։ Այո, մայրաքաղաքում եւս առանց տեղումների եղանակ է սպասվում, օրվա ընթացքում սանդղակը կբարձրանա մինչև 15 աստիճան, դեռ կվայելենք այսպես ջերմ աշունը։ Տաք աշուն է, դժգոհելու առանձնապես խնդիր չկա, առիթ չկա, չեք մոռանում այդուհանդերձ թեկուզ եւ տաք աշուն է, հարգելի վարորդներ, փոխելք անվադողերը, որպեսզի հանկարծ տուգանքներ չմուծեք, որովհետեւ վաղուց արդեն պիտի փոխած լինեի։ Այո, հիշեցնում ենք, որ ունենք պարտավորություն մինչև մարտի 15-ը երթևեկել բացառապես ձմեռային ավադողերով։ Այո, փոխեք շատ արագ, եթե դեռ չեք փոխել, ու որ տուգանքներ չլինեն։ Տեղափոխվում ենք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհները եւ տեսնում ենք, որ դրանք հիմնականում անցանելի են, դեռ եղանակները տաք են, նաեւ դրանով է պայմանավորված։ Չենք մոռանում, որ Կորեայի ձորի ճանապարհը դեռ փակ է եւ այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Նաեւ Շահումյան տափերական ավտոճանապարհին տեղեկանում ենք, որ մառախուղ է։ Եթե այնտեղից կարող եք մեզ զանգահարել կամ գրել, իսկ ինչ վերաբերում է Լարսին, Ստեփան Զմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք տարադրամի շուկա, ըստ կենտրոնական բանկի, ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 381 դրամ է, 1 եվրոն 441, ռուսական ռուբլու օրվա փոխարժեքը 407 դրամ է, վրացական լարին 141 եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Արի այսօր Չինա 1 դրամով իջել է։ Այո, այն օրն էլ էր իջել, նույնիսկ այսօր ավելի շատ է իջել։ Չգիտեմ, բայց ուզում եմ այսօր չինական յուանին էլ անդրադառնանք 53.641 է, հարգելի ռադիոլսողներ։ Ամեն անգամ արի մի պատահական սկզբունքով մեկ այլ երկիր էլ ընտրենք ու ներկայացնենք։ Իսկ ինչու մենք դա չանենք։ Ինչու։ Եթե արդեն փոխարժեքին ծանոթացել եք եւ փոխել եք դրամը այն երկիր, ուր մեկնելու եք հենց այդ երկրի դրամով, ապա արդեն ճիշտ ժամանակն է, որ տեղափոխվենք օդային տարածքներ, մուտք գործենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք։ Ժամանման սանդղակից տեղեկանում ենք, որ ունենք 2 ուշացում։ Դուբայի 2 թռիչքներն այս անգամ ոչ թե վաղաժամ են գալու, այլ ուշացում են լինելու։ Վերջապես։ Այնքան ասեցիր։ Միշտ շուտ են գալիս, այսօր է ուշանան, ինչ կլինի։ Ինչի, բայց ինչի, դու պատկերացնում ես մարդկանց վիճակը, սուրճ կխմեն։ Մարդկա հոգնած է, ուզում է շուտ տուն գնա։ Մի խոսքով Դուբայի 2 չվերթները, որ 10:25-ին պետք է ժամանեին, վայրեջք են կատարելու 11:18-ին, հարգելի ռադիոլսողներ, տեղեկացեք։ Մեկնումների սանդղակ ենք մտնում եւ տեսնում ենք, որ ամեն ժամանակին է տեղի ունենալու, թռիչքները կիրականացվեն ժամանակին։ Բարի գալուստ ովքեր գալիս են եւ իհարկե բարի հանգիստ ու բարի ճանապարհ բոլոր նրանց, ովքեր այսօր պատրաստվում են մեկնել այլ երկրներ։ Տեսնենք ինչ իրավիճակ է մայրաքաղաքի ճանապարհներին։ Գնացինք 6 բալանոց խցանում ունենք տանելի։ Իմիջիայլոց այսօր բավականին լավ եկա։ Մենք էլ բողոքելու տեղ չունենք, ընդամենը 6 բալ, դե 6 բալն ինչ է մեզ համար, չէ։ 7 չի, 8 չի առավոտյան, ճիշտ է երեկոյան 9 է։
Լուրջ երեկոյան 9, այո։ Այս ժամին 6 բալ է։ Ես տեսնում իմ արագ աչքի տակով անցկացնեմ առավել էսպես, հա, Իսակովն է դեպի քաղաք ընթացող հատվածում։ Միշտ Ծանրաբեռնված։ մշտական ունի Իսակովը։ Մի քանի փողոցներ կան, որ եթե Սեբաստիա փողոցն է ծանրաբեռնված, այս եթե ծանրաբեռնված չլինեն դրանք, ապա շատ ավելի կզարմանանք իրականում։ Տեսնենք էլ ինչ կա։ Բայց շատ մուկ փողոցները քիչ էին այսօր։ Չէ, կարմիր չի, քարտեզ այսօր այդքան էլ կարմիր չի եւ ասեմ, որ բաց կարմիր է, մուկ կարմիրով գծված փողոցները շատ քիչ են։ Վարդանանցը միակողմանի ծանրաբեռնված է դեպի Սախարովի հրապարակ կողմի մասին է խոսքը։ Էլ ինչ ունենք, ավտովթար չունենք։ Փարքաստո։ Հուսանք մեր եթերները լսում են մեր հարգելի վարորդները եւ իսկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցը միակողմանի ծանրաբեռնված է։ Մեր այդքան հորդորներին կհետևեն, կզիջեն մեկը մյուսին, կփորձեն երթևեկության կանոնները չխախտել, հարգանքով վերաբերվել մյուս վարորդներին։ Բայց միևնույնն է ես շարունակելու եմ բողոքել Թումանյան Նալբանդյան Խաչմերուկի լուսացույցից։ Ինձ թվում է դու այնքան ես բողոքելու, մինչև փոխեն, որ մի քանի վայրկյան է եւ հազիվ 2 մեքենա է հասցնում անցնել։ Ես կարծես մի անգամ հաշվել եմ, չէ՞։ 20 վայրկյան էր 10։ Հա, բայց հասցնում է անցնել, այսպես հա, փաստացի 2 մեքենա։ Մանավանդ եթե դիմացի մեքենայի վարորդը հանկարծ ոչ թե դիմացին հեռախոսից դուրս է գալիս։ Այո, հեռախոսի մեջ է։ Մինչև սեղմում է։ Բաց ենք թողնում այդ հնարավորությունը։ Այո, կանգնած։ Մի խոսքով, բարի ճանապարհ բոլորին, համբերություն եւ լավ օր։ Բոլորից քիչ անց կհասկանանք նաեւ թե ինչով է առանձնացել նոյեմբերի 20-ը։ Ինանց է 44 կրկինացում ենք բարի լույս նրանց ովքեր շարունակում են առավոտը անցկացնել հանրային ռադիոյի հետ։ Կրկին քո միքշերի հետ միքշերը չի դիմանում մեջ չի դիմանում քո շռայլությանը, քո ճոխությանը, տես ինչեր եմ ասում այդ երեկվանից էր էլի, բայց 3 էր տղամարդկանց համաշխարհային օրը։ Մենք հիմա միասին նաև կհասկանանք այսօր ինչ օր է։ Ինչ օր է այսօր հիրավի։ 20 նոյեմբերի 20 նոյեմբերի, բայց արի բացի չթողնենք նախև առաջ կարդանք մեկնաբանությունները մեր ռադիո լսողների։ Գենադի Նիկոլաևիչը պարզվում է մեզ գրում է Գյումրիից։ Հարգելի Գենադի, եթե հնարավոր է գրեք հայատար, որպեսզի մեզ ավելի հեշտ լինի։ Եվ ձեր անունազգանները դարձրեք հայերեն կամ մի խոսքով, դե հիմա անունը ոչինչ։ Հա, Գենա ջան։ Դες կարող ենք ասել Գենա, կարճ դիմել Գենա։ Բարի լույս եմ աղթում ես Գենադի Նիկոլաևիչը, սեր եւ սուրճ մեր սիրելի հաղորդավարներ եւ անձնակազմը մեզ բարձր տրամադրություն
տրամադրող մի խոսքով նա աշխատում է հացի արտադրամասում Գյումրիում եւ սուրճը իրեն թարմացնում է առավոտյան ժամը 5-ից եւ փաստորեն մեր եթերի ժամանակ ստիպված ուզում է նորից մեծ արդեն թարմացած լսում են մեր եթերը պատկերացնում ես իմ այդ արտադրամասում ինչ հրաշք հացի բույր է բոլորն աշխատում են Տեսնես ով է այսօր պանիր բերել տանից, այսպես հաց ու պանիր են ուտում, տաքած, դու պատկերացնում ես։ Նոր թարմ թխած, այդ որ վառվում է։ Սա Գերա ջան, ողջունում ենք ձեզ, ձեր անձնակազմին եւս։ Ուտում եք, չէ՞ տաքացերը։ Բայց հայերեն փորձենք գրել, որպեսզի մենք կարողանանք այսպես արագ կարդալ ձեր հաղորդագրությունը։ Դե լավ, չէ, մի րոպե։ Լավ, Արմեն Դավթյանն էլ է մեզ ողջունում, աղթում բարձր տրամադրություն, Էդիկ Բաբուջյանից ստանում ենք սրտիկներ, Գենադիից եւս սրտիկներ ենք ստանում, շնորհակալություն ակտիվ մասնակցության համար։ Ապրեն մեր ունկնդիրները, մենք ձեզ շատ սիրում ենք, շնորհակալ ենք, որ դուք մեզ դրական լիցքեր եք պարգևում, թե չէ ամեն օր եթերում պատկերացումս աշխատում ենք, այ եթե չլինեին այս դրական արձագանքները կթոշնեինք, որովհետև ծաղկին ջուր է պետք։ Բախի ստեղծագործությունը այս։ Առավոտյան արի բախ չլսենք, հիմա տեղափոխվենք։ Դու հավատացի, որ ես բախը մոչեցնել եմ։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչևէ, բացում ենք օրացույցը։ Ուրիշ ժամային գոտում։ Ապրես, բացում ենք օրացույցը, նոյեմբերի 20-ն օրը 5 շաբթի։ Շատ հետաքրքիր օրեր ունենք այսօր մանկաբույժների օրն է։ Արի շնորհավորենք բոլորին, շնորհավորում ենք բոլոր մանկաբույժներին, որովհետև մեր փոքրիկների առողջությունը մեծապես նաև իրենցից է կախված, երբ ինչ որ վատ ենք մեզ զգում, մի անգամից զանգ մանկաբույժին։ Այո, եւ հաճախ այնպես է ստացվում, որ քո պոլիկլինիկայի, քեզ քո երեխաների մանկաբույժը տարիների ընթացքում դառնում է լավագույն ընկերը։ Երեխաները այո սկսում են սիրել եւ հենց այդ հարաբերությունների շնորհիվ է, որ երեխաները սկսում են առանց վախենալու գնալ բժշկի։ Մեր պարագայում այդպես էր եղել։ Բժիշկը բոբոչի։ Չէ, վաղուց։ Այդ արդեն ծնողներից է։ Այ եթե ծնողները չվախեցնեն հացդ կեր, թե չէ բժիշկը կգա կսրսկի, մի արեք այդպիսի բաներ արկելի ռադիո լսողներ։ Այսօր նաեւ երեխայի համաշխարհային օրն է։ Ինչ կասես այս առիթով լսում։ Կասեմ, որ այսօր շատ չարաճճություններ կանեմ, որովհետև ես էլ իմ ծնողների երեխան եմ։ Ինչ։ Դե ես դա չեմ կարող անել, որովհետև ինչ։ Ծնողներս լքել են աշխարհը։ Իմի ծնողը լքել է աշխարհ, բայց դա կապ չունի, դու միևնույն է հոգով երեխա ես։ Բոլորս ենք երեխա։ Այո, իհարկե պարտավոր ենք մեծանալ, բայց միևնույն է երեխա։ Այտես երեք նշում էինք արտակնոցի միջազգային օրը, այսօր համակարգչի աղբամանի օրն է։ Recycle bin-ի մասին է աղբամանի օրն է։ Ինչ կասես այս մաքուր պահեք recycle bin-ը։ Այ ես միշտ ջնջում եմ, միշտ մաքրում եմ։ Դու չափից շատ ես ջնջում, հետո բանը պետք լինում չենք գտնում։ Դրա համար Տիգրանին ասում եմ, եթե նստում ես իմ համակարգչի առջև, ոչինչ չջնջես։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարօրինակ օրեր կան։ Այսօր աբսուրդի ազգային օրն է այսօր նշվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չգիտես ինչու։ Եվս մեկ տոն վազորդին գրկախառնվել ու կազմակերպված համընդհանուր օր։ Վազորդին։ Հա։ Հիմա վազես։ Ես չհասկացա։ Մի խոսքով վազորդին գրկախառնվել ու կազմակերպված համընդհանուր օր են նշում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չգիտեմ ինչ ասեմ, բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք։ Իսպանիայում նշում են 20-ի օր։ Չգիտեմ դա որն է անկեղծ ասած, կարող ենք արհեստական բանականությանը հարցնել եւ հետո ձեզ էլ տեղյակ պահենք։ Ռուսաստանում նշում են տրամվայով երթևեկելու օրը։ Ժամանակին մենք էլ ունեինք տրամվայ։ Հաճելի հիշողություններ են։ Այստեղ մի բան էլ գտա, բայց բաց թողեցի։ Ինչ ես ուզում ասել։ Անդա շարժում ես, չեմ կարողանում գտնել, ֆիքսել, բայց մի հետաքրքիր տոն է։ Վերամարմնավորման օր։ Ռուսաստանում են նշում։ Հա, ես մտածում եի գուցե դա լինի օրինակ Հնդկաստանում եւ այլն, մի քիչ Տես նահանգներում եւս մեկ տարօրինակ օր կա, համակարգչի անուն տալու օրը։ Արի մեր եթերային համակարգչին անուն տանք։ Ինչ ասենք դրանից։ Չգիտեմ, արի մտածենք, դուք էլ օգնեք հարկել ռադիոլսողներ։ Գետնանուշի յուղով Անուշևենի օր։ Այդ այլ լիներ կուտեինք, ինչու չուտեինք։ Բայց ապրեն ամերիկացիները։ Լավ են հետաքրքիր տոներ են մտածում, չէ։ Օրեր մտածում։ Բայց հիշեցնենք, որ այսօր նաև տարվա 324-րդ օրն է, 41 օրից մենք կասենք գալատ բարի նոր տարի, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Մարդկա կուրախանա, մարդկա կթանջվի, կհոգնի։ Իդեպ տեղեկացնենք, որ ովքեր եղել են Բուդապեշտում, շատ լավ տեսել են, որ Բուդապեշտը առանձնանում է նաև իր յուրատեսակ կամուրջներով եւ Բուդան ու Պեշտը կամուրջների միջոցով են իրար կապվում, գեղեցիկ քաղաք է շատ եւ ահա 1849 թվականի այսօրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բացվել է առաջին կամուրջը, իսկապես յուրաքանչյուր կամուրջ յուրով է առանձնանում է, շատ տարբեր են ու գեղեցիկ են։
1917 թվականի այսօրը Ուկրաինան հռչակվում է հանրապետություն։ Դա էլ ասի։ Ասեցինք, գնանք առաջ եւ փորձենք հասկանալ, Հայտնի հոբելարներից այսօր 1830 թվականին այսօրն է ծնվել գրող Ռափայել Պատկանյանը։ Շարունակենք եւ տեսնենք ելով է ծնվել հենց այսօրը, հարգելի ռադիոլսողներ, փորձում ենք։ Կարծես թե այսքանով արի։ Մայապլիսեցկայան, բալետի սիրահարները բնականաբար։ Ես։ Ինչ էր ուզում ասել։ Ես եմ բալետի սիրահար։ Հասկացա։ Ինչի չգիտեի։ 1925 Այսօր է ծնվել նաև Սերո Խանզադյանը 1998 թվականի այսօրն է ծնվել նաև Ռոբերտ Աթայանը 1994 թվականի այսօրը երաժշտագետ կոմպոզիտոր։ Եվ այսպես եթե շարունակենք թերթել, արի ողջունենք ամերիկացի рэփեր նաև future hip hop եւ R&B ոճերի ամերիկացի рэպերն է։ 1983 թվականին է ծնվել։ Փոքրիկ է։ Եվ շնորհավորում ենք բոլոր նրանց, ում ծննդյան տարեդարձն է այսօր։ Մաղթում ենք անմոռանալի օր եւ բազում հաճելի անակնկալներ օրվա ընթացքում։ Դե ինչ, երևի թե օրացույց այսքանով եւս մեկ անգամ տեսա, որ ամեն ինչ կարծես ամեն ինչի մասին իրազեկեցինք։ Շնորհավոր ենք եւս մեկ անգամ բոլոր մանկաբույժներին այսօր նրանց պրոֆեսիոնալ։ Մենք նաեւ եթերում կխոսենք հաջորդ եթերաժամին կունենանք հյուր, հարգելի ռադիոլսողներ, այնպես որ մնացեք մեզ հետ։ Station with the best music. Surge ու սեր առավոտից 9:54 մենք շարժվում ենք առաջ, շարունակում ենք միասին անցկացնել աշնանային մի քիչ ցուրտ առավոտ։ Սառը առավոտը ես կասեի։ Այո, բայց ամենակարևորը որ մեր հոգիներում ջերմ լինի, հարգելի ռադիոլսողներ։ Մեր շարունակում են գրել Հարգելի ռադիոլսողներ, հա եւ մեր հորդորը, խնդրանք ինքնաբուժությամբ մի զբաղվեք։ Ի վերջո մենք 3 առաջին օրը մեր հարգարժան բժշկի հետ խոսում ենք, որ ինքնաբուժությամբ զբաղվելը
լավ բան չէ եւ լավ բանի չի հանգեցնի։ Խորհուրդ չի տրվում։ Այո։ Մեղմ ասած։ Մեր շատ սիրելի մշտական ռադիոլսող Գայանե Այվազբալյանն է գրել, որ զարմանալի զուգադիպությամբ, երբ ես հորդորում էի մարդկանց չմոռանալ խմել իրենց դեղերը, հատկապես այն դեղերը, որոնք վաղ առավոտյան պետք է խմեն եւ պարտադրված են, ասում է այդ զուգադիպությամբ քիչ առաջ բուժքույրն ինձ ճշման դեղ տվեց, չխմեցի, քանի որ 65 տարեկանում 130-90 ճնշումը նորմալ է, արհեստական իջեցում պետք չէ, ես ինձ լավ եմ զգում, ցանկանում եմ բոլորիդ առողջ եղեք, սիրով ձեր Գայանե Այվազբալյան, հարգելի տիկին Գայանե, եթե ձեր հարևան չգիտեմ, տիկին Գոհարը ձեզ խորհուրդ տար դեղ խմել, կարող էիք հրաժարվել, բայց եթե բուժքույրն է տվել, ուրեմն մի բան գիտի գուցե, չգիտեմ, այդուհանդերձ եկեք մենք որոշումներ այդքան էլ չկայացնենք եւ փորձենք իսկապես կարգի բերել հատկապես մեր ճնշումը անկախ տարիքից, որովհետեւ գիտեք ինչ հետևանքներ կարող են ունենալ, առողջ եղեք, թող երբեք դեղ խմելու կարիք մեզնից ոչ ոք չունենա։ Այո, առողջություն եք մաղթում բոլորին, բայց հետևեք իհարկե բուժաշխատողների ցուցումներին, մի զբաղվեք ինքնաբուժությամբ, եւս մեկ անգամ հորդորում եք բոլորին։ Եվ մի սպասեք, որ դանակը հասնի ոսկորին, նոր դիմեք եւ չենք մոռանում եւս մեկ կարեւոր բժիշկների հորդոր, նրանք մշտապես ասում են կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը, եւ եթե մենք դարձնենք գեղեցիկ մշակույթ եւ պարբերաբար գնանք մեզ համար նախատեսված ստուգումների, շատ ավելի լավ կլինի, որովհետեւ շատ հիվանդություններ կարող ենք նախապես կանխել եւ արդեն դանակը ոսկորին չհասնի, մենք էլ չտանջվենք ու այդ ամենը չազդի մեր կյանքի որակի վրա։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորին, հիշեցնում, որ ուղիղ եթերում ենք մենք, armradio.am կայքով կարող եք հետևել մեր լայվին, Facebook-յան լայվը եւս գործարկված է, եւ իհարկե ունենք հեռախոսահամար 553702 հաջորդ եթերաժամին զրույցի ընթացքում կարող եք զանգարել եւ ողջունել ձեր սրտի մանկաբույժին, այո, իդեպ նաեւ մանկաբույժների օրն է, մենք երկու հյուր ենք ունենալու տարբեր հատվածներում, այնպես որ բավականին հետաքրքիր զրույցներ են սպասվում, հարգելի ռադիոլսողներ, իսկ մենք իհարկե սպասում ենք մեր ռադիոլուրի հարգելի գործընկերոջը, որպեսզի նա երրորդ հարկի առանցքանումների վերջապես մուտք գործի, ահա, կարծես հենց մենք լսենք գովաստ, կախարդական բառը հնչեց եւ նա հայտնվեց։ Ինչ կհայտնվի մեր գործընկերը, խնդրեմ երկար սպասված գովաստը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ունենք 2 րոպե եւ այդ ընթացքում սիրով կողջունենք մեր գործընկեր Հասմիկ Մարտիրոսյանին, Հասմիկ, բարի լույս։ Բարի լույս։ Դու եկել ես ջերմ լուրերով։ Այո։ Առանձնացրել եմ 2 թեմա, նախ նշեմ, որ 2025 թվականին Երևանը ճանաչվել է աշխարհում գիշերային զբոսաշրջային առաջատար քաղաքներից մեկը, զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Որ քաղաքներն են տասնյակում հայտնվել, ինձ թվում է կհետաքրքրի՝ Բարսելոնա, Փարիզ, Տոկիո, Պրահա, Թբիլիսի, Սեուլ, Երևան, Բանգկոկ, Բալի, Բուդապեշտ։ Իսկ հետազոտության հիմքում ինչ նախադրյալներ են, ես որքան փնտրեցի, գիշերային զբոսաշրջային հաստատությունների եւ կենտրոնների մատչելիությունն է առանձնացվել, չգիտեմ որքանով մեր ունկնդիրները, այո, եւ ընդհանուր ակտիվությունը նշվում է, որ կենտրոնները բաց են մինչեւ ուշ ժամ։ Դե դա մեզ մոտ այդպես է եւ չենք մոռանում, որի տարբերություն այդտեղ նշված շատ քաղաքների մեզ մոտ անվտանգ է, որը եւս առավելություն է։ Զբոսաշրջիկի համար ամենակարևորը։ Այլ ջերմություն կա մեր սրճարաններում, ընդհանուր երբ հավաքվում են մարդիկ, զրուցում են իրար հետ, չէ՞ որ զբոսաշրջիկները հաճախ հենց դրա մասին են խոսում։ Միջավայրն են գնահատում ջերմությունը եւ նաեւ աշխարհի խոշոր մայրաքաղաքների
հայրենիների սրտերում բոլորս գիտեն կան փողոցներ, որոնք մրցակցում են թե ով է առաջատար։ Մենք 5-րդ փողոցը գիտենք, Fifth Avenue այդպես է կոչվում բոլորի սականջներին, իսկ հիմա Եվրոպայում առաջատարն է Լոնդոնի New Bond Street-ը։ Նշվում է, որ 22%-ով 1 քառակուսի մետր տարածքը վարձավճարի առումով աճել է 22%-ով։ Այսինքն թանկությամբ ենք նայում։ Այո, թանկությամբ ենք նայում։ Չգնաք այդ փողոց։ Մի գնացեք այդ փողոց, թանկ տեղեր մի գնացեք մաչելի տեղեր եւ այս պահին լուրեր Անդրեյանի ուղիղ եթերում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները համառոտ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման համար, արտգործնախարարը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին։ Հայաստանի եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարարները քննարկել են համագործակցությունը տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում։ Հայաստանի եւ Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի փոխնախարարներն էլ անդրադարձել են երկու երկրների համագործակցությանը։ Թեմաները ընդգրկում վարքյան նրանց։ Եվ այսպես արտգործնախարար Արարատ Միրզյանը արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ եթե Թուրքիան անի դա հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Միրզոյանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այս հայտարարությանն անդրադարձել է պատասխանելով Armenpress-ի հարցին։ Մեջբերենք նախարարի խոսքից մի հատված։ Նախ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սահմանի բացումը իսկապես կարևոր են Հայաստանի համար, երկու ուղղություններով էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում միաժամանակ, սակայն այս երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Սրանց շրջանակներում սահմանված թրիփ ուղին կապելու է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե Հայաստանը այլ երկրների հետ, թե ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանները իրար հետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջոցով։ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ։ Մեջբերման ավարտը Armenpress-ին պատասխանել է արտաքին գործերի նախարարը։ Միրզոյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարություն Սիրիայի արտգործնախարարի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով այդ թվում փոխայցելությունների միջոցով ակտիվացնել քաղաքական երկխոսությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը։ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Ավիսողոմոնյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի եւ առևտրի նախարարի հետ։ Հանդիպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր, ինչպես նաև 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները։ Հանրապետության նախագահը երեկ մեկնել էր Թբիլիսի, մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախաստորագրած խաղաղության համաձայնագիրը նշանակալի քայլ է համարել Վրաստանի նախագահը։ Վագան Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում Վրաստանի նախագահն ընդգծել է, որ այդ պատմական իրադարձությունը Հարավային Կովկասի ապագայի համար մեծ կարևորություն ունի։ Հայաստանի նախագահն էլ անդրադարձել է խաղաղության հնարավորություններին, ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Վրաստանին հնարավորություն կտա կապ հաստատել Պարսից ծոցի հետ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությունը տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտում, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմակարդակներում։ Եվ միջազգային անցուդարձի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր նշանակություն է տալիս Ուկրաինայում հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների փոխգործակցությանը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո։ Էրդողանն ասել է. «Ամենից առաջ մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարի հաստատումը եւ արդար ու հաստատուն խաղաղության ճանապարհ կհարթեն»։ Իսկ Գազայի հատվածին Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետևանքով 3 զոհվել է 11 մարդ, տեղեկացնում է Ալ Ջազիրան լրատվամիջոցը, վկայակոչելով տեղի բժշկական աղբյուրներին հայտնում է, որ մարդիկ զոհվել են Գազա եւ Խան Յունիս քաղաքներում։ Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերն իրականացրել են ավելի քան 280 հարձակում։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվության այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ armradio.am։ Ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
19-ը մենք վերադարձանք Հանրային ռադիոյի ուղիղ եթեր եւ շարունակում ենք միասին անցկացնել նոյեմբերի 20-ի առավոտը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորի թարգելի ռադիոլսողներ եւ հիշեցնում, որ այսօր շատ կարեւոր մասնագիտական տոն է։ Այսօր մանկաբույժների օրն է եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք մանկաբույժներին մասնագիտական տոնի առիթով։ Մաղթում նրանց նախ եւ առաջ առողջություն, սա շատ կարեւոր է, եւ հաճելի տրամադրություն, որովհետեւ մեծապես նրանցից է կախված նաեւ մեր փոքրիկների վստահությունը բժիշկների նկատմամբ, առաջին մարդիկ, որ մեր փոքրիկները առնչվում են բժշկական ասպարեզում, հենց մանկաբույժներն են, եւ մենք խոստացել ենք, որ այսօր զրուցելու ենք մանկաբույժներից մեկի հետ, հետաքրքիր սպառիչ պատասխաններ կստանանք։ Սիրով ուզում ենք ողջունել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ մանկաբույժ Լիլիթ Շահվերդյանին, ասում ենք բարի լույս։ Շնորհավորում ենք։ Ինչպես են սովորաբար մանկաբույժները անցկացնում այսօր իրենց մասնագիտական տոնը։ Մասնագիտական տոնը կարող եմ ասել մանկաբույժները անգամ ծանրաբեռնվածության աշխատանքից ելնելով գալիս են աշխատանքի, կարող է շատ հավանական է այսօր շատ շատերը անգամ չհիշեն, որ իրենց մասնագիտական տոնն է։ Դե մենք կանք հիշեցնում ենք եթերից։ Շնորհակալ ենք, որտեղ իրենց առաքելությունը առաջնահերթ աշխատանք կատարելն է եւ ես համոզված եմ, որ շատ շատեր այսօր աշխատանքի որ ներկայացել են, անգամ չեն էլ հիշում պարզապես։ Դե գուցեև, բայց մենք բոլորս ովքեր առնչվել են առհասարակ մանկաբույժների հետ, իրենց երեխաների հետ կապված, հիշում ենք այսօրը եւ մեր խոսքն ենք ուզում շնորհակալական անպայման փոխանցել ձեր աշխատանքի համար։ Լիլիթ, ընդհանուր այ քանի տարի է որ ոլորտում եք։ Ես ոլորտում եմ 23 տարի։ 23 տարի։ 23 տարի։ Եվ քանի փոքրիկներ, ծանոթություն քանի ընտանիքների հետ եւ ինչպիսի հուշեր, հիշողություններ։ Դե շատ են հուշերը եւ ասեմ, որ առաջնային օղակում եմ ես աշխատում եւ առաջնային օղակի հուշերը բազմազան են, շատ ծանրաբեռնված է աշխատանքը, ամենահաճելին այն է, որ մենք սպասարկում ենք 0-ից ծնված օրվանից մինչև 12-18 տարեկան առաջին օրվանից ծանոթ եք երեխայի կեսագրությանը եւ իմանալով առաջի օրվանից իրենց անամնեզը եւ ամեն ինչ, այսինքն կյանքի պատմությունը շատ հետաքրքիր է, երբ որ այդ մանուկը մեծանալով դառնում է արդեն ասենք աղջիկը օրիոր պատանի եւ այդ ամեն տարիքային փուլը տեսնում ես եւ մեծ գերագույն հաճույք ես ապրում։ Էլ ավելին, որ մեծանում են եւ իրենք են ներկայանում արդեն իրենց երեխաների հետ որպես ծնող։ Այ այստեղ ծնողներին էլ անդրադառնանք, որովհետեւ հատկապես առաջին բալիկը ինչ որ չափ նաեւ փորձառություն է պահանջում, իսկ մայրիկը նորաթուխ մայրիկը շատ առումներով փորձառություն ունի, հավելյալ դողում է երեխայի նկատմամբ, հա, այսպիսի նրբություններ կան եւ մանկաբույժի աշխատանքը մեծապես նաեւ կապ ունի ծնողի հետ աշխատանքի հետ, որովհետեւ այո, անմիջական կապ ունի, մի քիչ խոսենք նաեւ ծնողներից։ Այո, հատկապես նորաթուխ մայրիկների մասով։ Ասեմ ձեզ, նորաթուխ մայրիկները հիմա կարող եմ համարել այդքան էլ նորաթուխ չեն, զարգացած են շատ, բավականին ընթերցում են, կարծում են, տեղեկացված են եւ նրանք ավելի հեշտ են մոտենում այդ հարցին եւ խորհուրդները շատ հեշտ են անցալում, բայց ասեմ նաեւ լսում են, շատ լսում են մեր խորհուրդները ճիշտ վարման առումով, երեխայի խնամքի, զարգացման աճի ընդունում են, բայց կան իհարկե տարատեսակ ծնողներ կան, բայց հուզմունքն է, որ չեն կարողանում հաղթահարել։ Ասեմ ձեզ շատ է փոխվել իրավիճակը, հիմա երիտասարդ մայրիկները ավելի շատ ես խորհուրդ կտայի վստահեն մեկ բժշկին։ Եթե ունեն իրանք ընտրած իրենց տեղամասային մանկաբույժը, լսեն մեկ կարծիք, քանի որ ես համոզվում եմ ելնելով այս տարվա, այսքան տարվա ստաժից, որ եթե տարակարծիք, ենթադրենք մեկ կարծիք ավել է լսեմ, արդեն տարակուսում են, միգուցե նա է ճիշտ, միգուցե մա։ Իմ պրակտիկայում հիմնականում լսել են մեզ, հավատացել են եւ խնամքի հետ կապված ամեն ինչը, կրծքով կերակրում կլինի, դա ինչ կլինի եւ տարբեր տարիքային խմբերի խորհուրդները ընդունվել են այնպես, ինչպես որ լսել են եւ շատ։ Իհարկե կան մի քիչ վաղ տարիքում ունեցած մայրիկները անփորձ են, որոնք ավելի աջակցության կարիք ունեն, խորհուրդներ լսում են եւ ասեմ մի քիչ սերունդը ավելի բարելավել է։ Այդ առումով այ համացանցը չի խանգարում այսօր։ Գիտեք, համացանցը խանգարում է, չեմ ուզում անցնել այլ հարթակ, այլ բնագավառով է խանգարում, ասենք պատվաստումների հետ կապված, ավելի ապա տեղեկատվությունը շատ է այդ հարթակներում
Եվ ես կցանկանայի այս պահին չանդրադառնալ, որտեղ Այո. մենք բավականին մեծ զրույցներ ենք վարում երեխաների հետ, ծնողների հետ, հասուն երեխաների Այո, նկատի ունեմ, հասկանալի է։ նրանք էլ են պատվաստում ստանում, եւ մայրիկները, եթե հավատ են ներշնչում տվյալ մասնագետի իր մանկաբույժի, հավատացնում եմ ձեզ, մեր կարծիքը գերիշխում է։ Եթե չլինի համացանցը, մեր կարծիքը գերիշխում է։ Այստեղ կարևոր հիմքում ամենակարևորը վստահությունն է բժշկի վստահությունը։ նկատմամբ։ Այո։ Այս բaragայում մի լավ բան ասացիք դուք, երբ ընտրել են եւ վստահում են։ Այո։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեն, Այո։ ընտրեն այն բժշկին, որին իրենք են Եվ վստահում։ լսել իրեն կարծիքը։ Եվ արդեն եթե արդեն ընտրել ես ու վստահել ես, վստահիր մինչև վերջ։ Շատ Ճիշտ ենք այս Այո, ճիշտ տարբերակով։ Երեխաները հաճախ գալիս են վախեցած, վախվորած, լաց են լինում, վախենում են սրսկվելուց եւ այլ բժշկական զննումներից, որովհետեւ հաճախ տատիկը պապիկը ասեն ճաշտկեր, թե չէ բժիշկը կգա քեզ կսրսկի։ Բժշկով վախեցնելը դեռ ակտուալ է, թե այդուհանդերձ այդ կարծրատիպն է արդեն կոտրվել եւ մի քիչ փոխվել է։ Եվ մթնոլորտից էլ է կախված։ Երբ որ գալիս են մեզ մոտ, ես առայժմ չեմ հանդիպել այդպես։ Նախ բերում են երիտասարդ մայրիկները, հայրիկները, տատիկ, պապիկի, ոնց որ ասած, այդ տարեթիվն արդեն անցել է, եւ մենք այնպիսի միջավայր մթնոլորտ ենք ստեղծում, եւ յուրաքանչյուր հաճելին եւ գովելին այն է, որ այդ նույն երեխան մտնելով արդեն պոլիկլինիկ ծառայություն, նա ինքն է ձգտում դեպի իրեն բժիշկը տեսնելուն, ինքը արդեն ճանաչում է եւ այդ հարաբերությունը արդեն այնպես որ ստեղծված է։ Իսկ վախի մթնոլորտը դա երևի գալիս է տան միջավայրից։ Եթե տանը կա որևիցե մեկը զրուցում է կամ վախեցնում է, լինում են ձերքից բռնած հայրիկը գալիս է, այտես բժիշկը կսրսկի, այս բանը կանի, այն բանը կա։ Չկա, միանշանակ, մի արեք եւ կոտրում եք դա։ Իսկ մենք փորձում ենք մեր մոտեցումով, մեր ժպիտով, մեր բարեհամբույր լինելով այդ ամեն ինչը ոնց որ ասած շտկել եւ քիչ են բարի դրացական հարաբերությունների Այստեղ մեջ։ մայրիկների վստահությունը դեռ գործի կեսն է։ Այնպես պիտի անեք, որ փոքրիկն էլ ձեզ վստահի։ Շատ Կապվի, ինչ որ չափ, կարոտի, ասի վայ գնում ենք տեսնենք բժշկուհուն ուրախ զվարթ գնա։ Ես ձեզ որ մի փաստ ասեմ, մենք լի իրավ անդամ ենք համարվում համարյա այդ երեխաների ընտանիքներում, որովհետև առաջին իսկ ծնված օրվանից մենք այցելում ենք տուն եւ նա արդեն ոնց որ ասած մեզ այնպես են սովորում, որ անգամ դեմքից ճանաչելով նայած որտեղ, ասեմ այդպես, բայց իրենք շատ կապվում են նաև մեկ։ Անգամ ունենք երեխաներ, որ մայրիկին ասում են՝ «Տար իմ անձամբ անունով իմ բժշկուհու Ինչ է դա մոտ»։ քրքիր է։ Այո։ Եթե հարաբերություններում ինչ է փոխվել, եթե համեմատենք այն նախորդ, տարիների հետ, այսօր բժիշկ, ծնող այդ շղթայում ինչ է փոխվել։ Ավելի կրթված են դարձել ծնողները։ Կրթված են դարձել, Տեղեկացված։ ինչ որտեղ այդ կրթվածությունը ինչ որտեղ կարող եմ անկեղծ լինել, մեզ խանգարում է։ Ինչ որտեղ։ ChatGPT-ն ասել է։ կրթված են, այո, այն որ կրթված են, դա գովելի է, որ դու իրեն էլի պարզապես օգնում ես խորհրդի կարգով, լրացնում ես իր չիմացածը, ասում ես, բայց երբեմն գերկրթվածությունը եւ չափազանց ինքնավստահությունը մեզ խանգարում է աշխատանքի մեջ։ Մի փոքր չեմ ասի առաջանում է կոնֆլիկտային, բայց կարիք է ունենում երկար զրուցելու, խոսելու, Բացատրելու։ կոտրելու այդ կարծրատիպերը, սխալ տեղեկատվության մասին։ Քանի որ հիմա բժշկի ընտրությունն էլ է ազատ, հիմնականում մանկաբույժին իրենք են ընտրում։ Բայց դա շատ Մի լավ քիչ է։ ավելի ինքնավստահ են, մի քիչ ավելի այլ կերպ են մոտենում մանկաբույժին, չի կարելի։ Ես ուզում եմ, որ հարգեն մանկաբույժի աշխատանքը, քավլիցի թող իրենք ընտրեն, իրենց ընտրածին, դա իրենց իրավունքն է եւ իրավաբանորեն, բայց պարզապես մի փոքր մեզ խանգարում է նաեւ իրենց գերկրթվածությունը, երևի ցանցերն են։ Ավելի շատ ապա Տարբեր տեսակի ակումբներ, մայրիկներով շփվեցին, այսպես այսպես ասացին։ Ես պրոստը հորդորում եմ լսել մասնագետի, ոչ մասնագետի, հարևանի, ընկերուհու, սուրճի սեղանի շուրջ, խորհուրդը դա պարզապես գեղեցիկ չէ։ Իսկ տատիկների դարաշրջանը ինձ թվում է բավական կներեք ես ինքս տատիկ եմ արդեն, Չի երևում։ Շնորհակալ եմ, բայց ամեն դեպքում ես աշխատում եմ ժամանակակից քայլել երիտասարդի հետ, իր մտածելակերպի հետ, իր ուղղությունով, բայց միայն ճիշտ ինֆորմացիա տալով եւ օգնելով մեդիա աջակցելով։ գրագիտությունը կփրկի։ Երբ որ տեղեկություն են կարդում, աղբյուրը տեսնեն, ով է ասել, ինչ մասնագետ է, որտեղից է այդ տեղեկությունը ի վերջո։ Եվ այո, մենք հաճախ ենք տեսնում սոցիալական հարթակներում փակ խմբեր, բժշկական, որ սկսում են իրենք իրենց խորհուրդ տալ։ Բժիշկը սա է Հոգեբաններն են խորհուրդ նշանակել, տալիս, հոգեբանը ասած այսպես արա։ Ցավալի է, անգամ Մի ջեր արեք։ միջեցնողը համացանցով չի կարելի, պարզապես չի կարելի։ Շատ լավ բան Չի կարելի։ ասացիք։ Հիմա 2 օր առաջ անդրադարձել էինք այդ մտքին, բայց ինձ թվում է հավելյալ
եւս մեկ անգամ խոսել դրա մասին տեղին է։ Հակաբիոտիկների մասին եմ խոսում, որովհետև նկատել եմ նաև ես իմ շրջապատում, որ երեխան մի քիչ ջերմում է, տաքություն ունի, միանգամից հակաբիոտիկ են տալիս երեխային առանց բժշկի ցուցումի, ատեն շուտ է անցնում, լավանում է։ Եկեք այդ վտանգների մասին խոսենք եւ ծնողներին եւս մեկ անգամ հորդորենք պատե անպատե հակաբիոտիկներ չտալ երեխաներին։ Հիմա գիտեմ որ տեղատոմսով է, բայց գուցե տանը ունեն դեռ։ Գուցե։ Եվ ասեմ ձեզ կա տենդենս ծնողների մեջ, որ նախորդ բուժումը բարելավել է, նախորդ բուժման ապակինում է գնաց է, իրենք պահում են այդ բուժման սխեման եւ օգտագործում են։ Դա սխալ է, հորդորում եմ արգելի ծնողներ, միայն դիմեք ձեր մասնագետներին, ձեր ընտրած բժշկին, նա հաստատ ձեզ ճիշտ խորհուրդ կտա։ Ինքնուրույն, հարևանի խորհրդով, ընկերուհու համացանցի մի օգտագործեք պատեհ անպատեհ հակաբիոտիկները։ Ինչ է փոխվել պատվաստումների առումով, ես հիշում եմ այն մեր ժամանակ, խորհրդային միության ժամանակներում նաև որ կային այսպես ցուցումներ հստակ այս տարիքում սա պետք է ստանա երեխան եւ այդպես մի ամբողջ այսպես սխեմա էր գծված։ Ժամանակները փոխվել են, այսօր տարբեր են կարծիքները, մի կեսն ասում են որ անհրաժեշտ չէ, մյուս կեսն ասում են բավական է 1-2-ը եւ այդպես շարունակ։ Համացանցները արդեն չասեմ։ Ինչպիսին է իրավիճակը հիմա կան արդյոք պարտադիր պատվաստումներ։ Իրավիճակը շատ բարդ է այն առումով, որ շատ է, ել եմ ասում, ապա տեղեկատվությունը։ Այո, գոյություն ունի օրացույցային այդ ազգային օրացույց պատվաստումային, որտեղ ներգրավվածությունը երեխաներին գրկվածությունը պետք է կատարվի ըստ պատշաճ իրենց տարիքային, բայց կան ծնողներ, կան, որ սկսում են, ընդհատում են, չեն շարունակում, որովհետև էլի ասում եմ, էլի սխալ հորդոր, սխալ ոչ մասնագետի խորհուրդը։ Իսկ պատվաստումներ անձամբ ես հիմա եթերում չեմ ուզում այդքան նշեմ, բայց շատ են հարց տալիս, ասում են դուք ինքները ձեր երեխաներին անում եք, այո, մեր համար բոլորն են մեր երեխաները։ Չկա մի մանկաբույժ, որի չդիտարկի յուրաքանչյուր անձին որպես իր սեփականը։ Չկա նման բան, դուք ընդունեք, ես ինքս իմ երեխային, իմ թոռնիկին պատվաստում եմ։ Պարզապես գիտակցեք, ես չգիտեմ որտեղից է գալի, դա շատ մեր ցավոտ մասն է։ Կատարում են ազգային օրացույցով, կիսով չափ անում են, ընդհատում են, լսում են մի այլ սխալ կարծիք եւ ընդհատում են։ Այսինքն իրավունք կա հրաժարվելու։ Իրավունք կա, մենք ուզում ենք շատ ուզում լծակներ գտնել, որպեսզի այո, ես կասեմ եվրոպական երկրներում կան լծակներ, որոնք ոնց ասեմ, ոչ թե ինչ-որ տուգանքի տեսքով է, ինչ պարզապես արգելում են այդ երեխաներին հաճախել հանրային կրթական դպրոցներ, ուսումնական, չէ՞ որ դա իրենից վտանգ է ներկայացնում։ Դու հանդիսանում ես մյուսի համար ոչ պատվաստված երեխա եւ հաշվի առնելով այս երկրի միգրացիան, այսքան տարաբնույթ տարբեր ազգերի ներհոսքը դեպի Հայաստան, կարող եմ ասել, ցանկալի է սխալ ինֆորմացիայի արդյունքն է, չգիտեմ, դա հանրայինում կարելի է բացատրել։ Այսինքն ազգային օրացույցով հաստատված է ինչու չանել։ Ինչն է խնդիրը, ինչու չանել։ Բայց մենք ունենում ենք պրակտիկան։ Ես առաջնային օղակում եմ աշխատում եւ առնվազն 4-ից 5 ծնող մինիմում հանդիպում ենք, մենք ունենք հանձնաժողով, մենք քննարկում ենք, լսում ենք, դիտարկում ենք, ինչն է պատճառը։ Եվ հստակ ասում են, պարզապես չենք ուզում, բայց մենք աշխատում ենք, մտավախությունը, ասում եմ, էլի սխալ այդ խմբակներն են, մտածում են, թե պատվաստումից կարող է երեխայի մոտ այլ հիվանդություն առաջանալ, բայց այստեղ մի կարևոր բան կա, որ տեղեկությունը իրենց մոտ թերի է, գուցե արթնանա երեխայի մոտ եղած հիվանդությունը, բայց պատվաստումը ինքն իրենով հիվանդություն չի ստեղծում, արմատապես մոռացեք, ցավում եմ, չեմ ուզում շատ հարցերի այս քննարկումը տանել այլ հարթակ, բայց մստեղ դեր ունեն մեծ հոգեբանները եւ այլ։ Պետք է պարզապես ճիշտ ուղղության վերականգնել։ Մեծերի հետ է աշխատել, հեշտ թե փոքրերի։ Իհարկե փոքրերի։ Ինչ են տալիս այդ փոքրիկները ձեզ։ Ասում եմ, տալիս են էներգիա, տալիս են ժպիտ, ուրախություն։ Մեր մանկաբույժներին, որ դուք տեսնեք, ժպիտով լցված են։ Անհամբեր սպասում են, հա։ Մանուկի պես ժպտում են, ճնչում են, իրենց հետ պարում են, երգում են, ուրախանում են եւ լրիվ տարբերվում են։ Մենք փոխենք հա երևույթները, մանկաբույժները կներեն ինձ թերապևտները, լիարժեք տարբերվում են թերապևտներից։ Իրենց արտաքինից էլ երևում է, որ նա մանկաբույժ է։ Երեխաների հետ շփվելով իրենք նաեւ մշտապես երիտասարդանում են, միգուցե կա այդ դրական էներգիայով լցված։ Իսկ կան երեխաներ, որոնք մշտապես իրենց հետաքրքիր խոսքով զարմացնում են ձեզ եւ կարող եք որևէ մեկը առանձնացնել, որ լիաթոք ուրախացել եք, չգիտեմ։ Դե շատ են դիմում, օրինակ դոկտոր Լիլիթ, իմ Լիլիթս, գնամ իմ Լիլիթի մոտ, ես ունեմ մի բանակ երեխաներ, որոնք ինձ շարունակում են նվիրել, նկարում են, արվեստի բնագավառում են,
նկարներ իմ կերպարով, ես չեմ տալիս նկար, նրանք կարող են Facebook-յան հարթակից վերցնել եւ ինձ նկարել, նվեր մատուցեն, լինի դա ծննդյան տարեդար, չգիտեմ ինչ, բայց ունենք շատ յուրօրինակ, ես յուրաքանչյուր երեխային, չեմ գիտեմ, արտառոց մեր մանկաբուժությունը մի տեսակ այլ աշխարհ է։ Ժամանակակից բժիշկ այսօր կապը պահում է իր բուժարուների հետ սոցցանցերով։ Սոցցանցերով, գիտեք ինչ, մեզ մոտ մի քիչ կապը ավելի շատ առկա է։ Մենք հանդիպումներ ենք կազմակերպում, որտեղ խորհուրդները, խնամքի վերաբերյալ ավելի շատ հաճախում են, փոխվել են, գալիս են։ Եթե հրավիրում ես, մանավանդ մեր հարթակը առաջնային օղակը ավելի շատ առողջի հետ եւ դա վայելում ենք առողջ երեխայի հետ ենք իհարկե եթե հիվանդանում է մենք իրեն հիվանդության հարցը լուծում ենք խոսքը մեր ամբողջ մյուս մանկաբուժական օղակը 24/7 ռեժիմով աշխատում է ստացիոնարում փրկում է կյանքեր դա այլ խնդիր է իսկ առաջնային օղակը առողջ երեխաներին գալիս են Իմիջայլոց եկեք շնորհակալություն հայտնենք նաև այն մանկաբույժներին, որոնք աշխատում են հիվանդանոցներում եւ բարդ դեպքերի հետ են առնչվում եղել է որպես ծնող մենք էլ ենք հայտնվել հիվանդանոցներում եւ ես պարզապես հիացումով կարող եմ չգիտեմ նկատել որ թե որքան նվիրվածությամբ են երեխաների հետ հոգատարությամբ ու համբերատարությամբ են զբաղվում երեխաների հետ շնորհակալություն ձեզ էլ ենք շնորհավորում մասնագիտական տոնի առիթով Եվս մեկ անգամ այո շնորհավորում ենք եւ այո կան նվիրալներ եւ ես առանձնացնում եմ միշտ այդ դաշտում հատկապես մանկաբույժներին ովքեր անմնացորդ իրենց օրը իրենց ժամանակը մասնագիտական կարողությունները նվիրում են հանուն մատաղ սերնդի աջող սերնդի Ես էլ եմ շնորհակալ եթե կարելի է երկու բառով ամփոփեմ ես էլ եմ այսօր շնորհավորում մեր աշխատակիցները հիմա աշխատանքի վայրում են եւ շատ շատերը ես չգիտեմ իմ ամառել էր անակնկալ այսօրվա գալը իրենց բոլորին եմ շնորհավորում եւ հատկապես ուզում եմ շնորհավորել իմ ավագ ընկերներին, ավագ մանկաբույժներին, որոնք մեզ կերտել են, փորձառություն են փոխանցել եւ ակունքներում կանգնած են եղել, որոնք արդեն անցել են իրենց վաստակած հանգստին աշխատանքից հետո։ Եվ իրենցից միշտ սովորելու բան կա։ Եվ առ այսօր մենք խորհրդատվություններ միշտ ստանում ենք եւ շնորհակալ ենք։ Բայց միևնույն ժամանակ փորձում եք իհարկե ժամանակակից մեթոդներին էլ ծանոթանալ։ Անպայման։ Ես հիշեցնեմ, տաղավարում ենք զրուցում էինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ մանկաբույժ Լիլիթ Շահվերդյանի հետ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ շնորհավոր։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարճատև դաթար, այնուհետև կվերադառնանք։ Սուրճ ու սեր առավոտից։ Դու մեծ սիրո պարգևն ես, դրիչքի թևերն ես, իմ հոգու Երկնքի շպիտն ես, արևո
Սուրճ ու սեր առավոտից։ 10:31 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում ջերմ խոսքերի համար, որ շռայլում եք մեզ, իսկապես վստահ եղեք, որ յուրաքանչյուր ձեր ջերմ խոսքը մեզ թևեր է տալիս, ել ավելի բարձրացնում է տրամադրությունը, ել ավելի ջերմացնում, ամեն ինչ փոխադարձ է այս կյանքում։ Լիաննա Նիգոյանն է մեզ գրում Facebook-յան լայվի տակ, բարի լույս Լուսինե եւ Տիգրան ջան, շատ հաճելի ամեն առավոտ ձեզ լսելը։ Ռադիոն խոհանոցում է եւ ես առավոտները շտապում եմ խոհանոց, ինչպես բոլոր չաշխատող տնային տնտեսուհիները եւ սիրով լսում եմ ձեր բոլոր սուրճ ու սեր շաբաթօրյա համերգները եւ մեկ-մեկ գրում եմ ձեզ, շատ եմ սիրում ձեզ։ Փոխադարձ է մեր սերը եւ Գրեք շատ մեզ։ ուրախ ենք, որ ձեր առավոտվա այդ ժամանակահատվածը անցկացնում եք մեզ հետ միասին, որովհետեւ մենք փորձում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել կարևոր տեղեկություններ, որոնք կապ ունեն օրվա հետ եւ բնականաբար կարևոր միջոցառումների մասին էլ ենք տեղեկացնում, տարատեսակ միջոցառումների ենք անդրադառնում, որոնք գուցե շատերիդ հետաքրքրում է եւ դուք ել եք սկսում մասնակցել։ Հերթական միջոցառման Այո։ մասին ենք ուզում իրազեկել նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կազմակերպվի լուսանկարչական ցուցահանդես մանրամասները այս պահին մենք կպարզենք մեր հյուրի հետ լուսանկարիչ Միքայել Նազարենկոյի հետ բարի լույս Բարի լույս։ Բարի գալուստ մեր ստուդիա։ Շատ հետաքրքիր անվանում ունի ցուցահանդեսը, նախագիծը։ այո, ամիս եւ ժամ եւ դուք նախագծի հեղինակն եք։ բայց ասացեք թիմով եք անում Թիմով եք անում։ դե պատմեք Իրականում նախագիծը 2021 թվականին տեղ ունեցավ մի նախագիծ, որը կոչվում էր 1080 ժամ, պատերազմի խաղաղ կողմը խորագրով։ Ես կարծես թե տեսել եմ, ահա։ 21 թվականին էր, հետո մենք անգամ փորձեցինք այլ ակադեմիա, Վազգեն Սարգսյանի ակադեմիայում նույնպես ցուցադրեցինք այլ առաջարկներ եղավ տարբեր տեղեր, բայց քանի որ գաղափարը շատ ներկայացնելն էր հենց ամեն մի նկարը մեկ օրով 44 գումարած մեկ այսպես խորագրով եւ ամենևին էլ բայց ամամիս եւ ժամը պատերազմի հետ կապված չէ, գլխավոր կոնֆլիկտը ժամանակն է, կուզեմ նշեմ, որ մենք բոլորս կարծում եմ այդ բոլորս աշխարհի մարդիկ բոլորս այդ խնդիրը ունենք ժամանակի հետ Չի բավականացնում։ համ չի բավականացնում, համ էլ ժամանակի հետ հավասար քայլելը։ Նկատի ունեք անընդհատ անցյալ են նայում, թե ուղակի Կամ վազում ենք։ Կամ վազում Ու ենք, ներկայում ամեն ինչ։ Ներկան բաց ենք թողնում։ Եվ ներկան ենք նաև բաց թողում, ճիշտ հավելեցիք։ Հիշում եմ մեկ ընկեր ունեմ, երբ ուսուցանվում էի Պետերբուրգում, ինքը Լիբանանից էր եւ ինքը ինձ մեկ օր, ուրեմն 3-ից 4 ժամ պատմեց, թե ժամանակը ինչ կարեւոր է ու ժամանակն է երևի ամենա Ուսենց ոնց որ այտենց ցակեց, որ հաջորդ ու քանի որ նախագիծն էլ 1080 ժամ էր, ու այտենց որոշեցինք, որ այս մեկն էլ կապենք եւ լինի ամիս եւ ժամ։ Իրականում առաջնային անվանումը, այսպես ոնց են ասում, երկրորդ առաջնային այտենց աշխատանքային անվանումը ամիսներ էր։ Քանի որ նկարները ամիսներով են ներկայացված, այնտեղ ամիսներն են, տարվա 4 եղանակները եւ որպես տարի բնորոշող նկար։ Կուզեմ նշեմ, որ ցանկացած ամիս ունի այսինքն 12 նկար եւ 12 էմոցիա մենք ունենք, այսինքն եւ 12 բանաստեղծություն, ցանկացած նկար իր բանաստեղծությունը։ Այսինքն 12 նկարներ են, ոչ ամեն, հա։ Ոչ, կներեք 12 նկար, 4 եղանակ եւ 1 տարի, այսինքն 17 բանաստեղծություն։ Այստեղ ինձ հետաքրքրեց բանաստեղծությունների պահը, այսինքն փորձել եք ցուցահանդես, զուտ ուղակի ցուցահանդես չլինի, այլ հետաքրքիր ամբողջացնեք։ Կուզեմ նշեմ, որ այստեղ ինքը նախագիծ է, ոչ մի ցուցահանդեսը նախագծի մի մասնիկներից մեկն է, այո, որովհետև այնտեղ մենք ունենք պարով համեմված, հեղինակային երաժշտությամբ համեմված եւ բնականաբար բանաստեղծական, որը որ պետք է կարդացվի եւ այդ ընթացքում պարը այո, այդպես կարճ։ Մի րոպե, այսինքն նկարների ամեն նկար ունի իր բանաստեղծությունը եւ հենց տեղում ընթերցվելու է այդ բանաստեղծությունը։ Գիտեք, ի սկզբանե ես այս նախագիծը ամիսներն էր միայն կապված ինքը ավանդական հին ձևերով նկարած պիկտորիալիստական այսպես ձևով նկարված նկարներ էին, պորտրետներ եւ ինքը միայն ամիսներն էին եւ այնուհետեւ գաղափարը զարգացրեցինք եւ մտածեցինք, որ նաեւ կարելի է տարվա եղանակներն էլ հավելել։ Ես մի փառատոն կար հեղինակավոր Ֆրանսիայում, այնտեղ ուղարկեցի հենց ամիսները, բայց առանց բանաստեղծությամբ։ Եվ մեր օրում որպեսի ավելի, չգիտեմ, ավելի այտենց ներկայացնի
ցուցչական որպեսզի ավելի նաև հանրությանը նույնպես հետաքրքրի նույնպես որոշեցինք որ ֆորմատային այսպես ներկայացնենք ես էլ լինելով նաև մասնագիտությամբ ռեժիսոր ինձ շատ հետաքրքիր էր էքսպերիմենտալ այսպես մոտեցում ցույց տալը որոշեցինք Իդեպ ինչու հենց աշտարակի դրամատիկական թատրոնում քանի որ նաև մենք թիրախավորված ուզում ենք նաև մարզերում նույնպես նախագծեր անենք այստեղ մի րոպե այստեղ շատ կարևոր մի բան ենք հիմա անում այ դրա համար որ այդպես եք մտածել հիմա եթերում ծափեր են հնչում ձեզ համար շնորհակալություն եւ կուզեմ նշեմ որ նաեւ նախագիծ իրականացվում է Կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ եւ օգոստոսի 30-ին նախորդ տարվա Լոս Անջելեսում տեղի ունեցավ այս նախագիծը եւ ոնց որ այնտեղ նույնպես հաջողություններ ունենալուց հետո որոշեցինք արդեն այստեղ ավելի բարով համեմված եւ հեղինակային երաժշտությամբ հավելված այսպես ասած Եվ որոշեցիք որը որ արվում է Հայաստանում եւ ինքը հենց թիրախավորված է հայկական եւ հայալեզու պոեզիայով կարծում եմ Հայաստանում ավելի կարող է ընկալելի լինել Ինչ բանաստեղծություններ եք ընտրել որտեղից եք եղել հատուկ են գրվել թե ուրիշ գրվածներն են Այստեղ կասեմ որ ես այտենց գիտեք գրվածը Քանի որ 12 ամիս եւ 12 էմոցիա ենք ներկայացրել նկարներում, ամեն մի էմոցիա մի բանաստեղծություն է։ Հունվար ամիս Արարումից է սկսվում եւ այնտեղ օրինակ, չգիտեմ, հոկտեմբեր ամիսը ամբողջականություն, հետո հավասարակշռություն կա, կուզեմ հիշեմ, վերջի ամիսը օրինակ դեկտեմբեր վերածնունդ այսպես գալիս է ամեն մեկը մի էմոցիա եւ ամեն մեկը մի բանաստեղծություն, որը որ գրեթե բոլորը ծնվել են հենց նկարի հետ Այսինքն ամբողջությամբ նկարն են, էլի, ամբողջացնում են նկարը։ Այո, բնականաբար, այսինքն նկարը առանց բանաստեղծության չի լինում եւ բանաստեղծությունը առանց նկար։ Ասում են ամեն լուսանկար մի մեծ պատմություն է։ Ինչքան ժամանակ է պահանջվել որ եւ այս բարակայում փորձում եք այդ պատմությունը։ Հիմի բերեք։ Ժամանակ Կարծում եմ դե նախագիծը արդեն կար, այսինքն նկարները, պորտրետը եւ բանաստեղծություն ֆորմատը այսպես արդեն կար։ Ինքը արդեն տեխնիկական հարցն է, որը որ մի քիչ արդեն կարող չգիտեմ, կարող է ավելի ժամանակ խլի, մի քանի ամիս կամ անգամ տարուց ավել տևեց, բայց փորձում ենք հենց այդ մարդու էմոցիաները, էմոցիոնալ բաները հենց մենք ցույց տալ, որ ըստ իս, որ ցանկացած մարդ ինքը զգում է իր կյանքի տարբեր ժամանակահատվածում, օրինակ, չգիտեմ, մեկը կարող է զգալ տարվա այս տարիքում, մյուսը կարող է մի քիչ ուշ կամ մի քիչ շուտ, բայց մարդու հենց այդ 12 էմոցիաներն ենք ներկայացնում։ Գարունը միշտ կապում են վերածննդի հետ, աշունը թախիծի հետ, այդ դրան հետևել եք, թե փորձել եք նոր տարբերակներ տալ։ Ես իմ օրինակ դեկտեմբեր ամիսն է մեր մոտ վերածնունդը, ոնց որ sense գալիս է պատմությունը եւ վերածնունդ, որ մենք այդ ամենի կարիքը նույնպես ունենք եւ պետք է շարունակել եւ գնալ առաջ, գաղափարը դա է։ Տենց Հետաքրքիր է, որ Միքայել այսօր մեզ մոտ եկել առանց լուսանկարչական սարքի։ Ուր է ձեր անբաժան ընկերը։ Կուզեմ նշեմ, որ սեպտեմբեր ամիսը բանաստեղծությունը կոչվում է Անդավաճան եւ հենց այդ իրի մասին է։ Այո, իզուր չի որ ես սեպտեմբերից ծնունդ եմ։ Այո, եւ օրինակ, գիտեք, օրինակ մենք ունենք Անդավաճան մարդիկ մեր կողքին, իսկ ես այտենց չգիտեմ, օրինակ նաեւ ունենք Անդավաճան իրեր մեր մոտ։ Իմ համար միշտ եղել է լուսանկարչական սարքը, ձեր համար օրինակ ունեք այտենց։ Դրա համար եմ ասում, ուր է ձեր լուսանկարչական սարքը։ Անդավաճան սարք։ Այս անգամ Դավաճան մնաց ավտոյի մեջ։ Իմ մոտ հիմնականում աշխատում եմ Անդավաճան երկու բան է ինձ մոտ, որ մշտապես պետք է լինի էլեկտրոնային գիրքս եւ ականջակալներս։ Ես էլ ականջակալները նույնպես դե առաջնային տեղ են զբաղեցնում, որովհետև երաժշտությունը սինթեզող արվեստ եմ համարում եւ նույնիսկ երբ դու քայլում ես փողոցով ու լսում ես երաժշտություն նայում մարդկանց դեմքերին, դրանք ամենը մի պատմություն են, մի կտավ, մի լուսանկար Ես լրիվ ձեր հետ համաձայն եմ, որովհետև հենց ֆորմատը այսպիսին էր, օրինակ այս ամենի հետգրությունը, այսպես ասած, երկ առանց երաժշտության։ Այսինքն նկարները կախված են, կողքը բանաստեղծությունը, եւ մարդիկ գալիս են, կարդում են բանաստեղծությունը եւ նկարը, այնուհետեւ արդեն լսում են պերֆորմանսը, այսպես ասած, արդեն ոնց որ մեր կողմից։ Այսինքն մարդը որ կարդում է մի քիչ ուրիշ բան է, օրինակ կամ երգը մենք որ լսում ենք, կամ կարդում ենք բառերը մի քիչ ուրիշ էմոցիա ենք ստանում եւ կարդալով այն Ովքեր են կարդում բանաստեղծությունը, ովքեր են ցուցահանդես ժամանակ։
Կարդում ենք ես եւ Լիան Նավետիսյանը, DJ-ը Միքայել Ղազարյանն է, այսինքն հեղի երաժշտությունը, ում հետ աշխատել ենք, գրել ենք, համադրել ենք տարբեր բաներ, տողեր, օրինակ չգիտեմ, Աշնան հետ այնտեղ Աշնան տրամադրություն է, չգիտեմ, փորձել ենք նաեւ մեր հեղինակավոր կոմպոզիտորների գործերը ժամանակային սարքել, այսպես ասած, հիմա այդպես երաժշտությունը այսպես ասած բիթի տակ դնել եւ փորձել դասական ձևով ներկայացնել եւ արդեն Էդիտա Հովանեսյանի բեմադրությամբ էլ պարային այսպես ասած պարային համարներն Ինձ հետաքրքրում է ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները բացառապես թվային տեխնոլոգիաներով են արված թե ավանդական ժապավենային նույնպես կա թվային նույնպես կա մի քանի բաները փորձել ենք միքսել օրինակ նկար կար, հիշեմ, որ հունվար նկարներ, որտեղ որ նկարներ եւ նկարվում էր հետո օրինակ նկարում տպում ենք, ջմրթում ենք, հետո ենք նկարում սենց էլի։ Իսկ այդ տարբերությունը, հա, թվայինի եւ ժապավենային այդ խորություն ասվածը արդյոք չի կաշկանդում։ Այնտեղ հիմնականում գույնն է եւ շատ տարբեր են։ Այսպես ոնց որ նույնը ավտոմատ եւ մեխանիկ։ Այո, դրա համար եմ ասում, որտեվ շատ-շատերը, հատկապես հա պրոֆեսիոնալ դասի լուսանկարիչները կարծես խուսափում են ցուցահանդեսների ժամանակ ներկայացնել թվային լուսանկարներ։ Այո, իրականում խուսափում են, որտեղ այնտեղ գունային խորության հենց բան կա։ Ես այստեղ փորձեմ ասեմ, որ թվային նկարներ նույնպես կա, բայց նկարները ոչ մեկ, այսինքն փոփոխության ենթարկված չեն, այսինքն Photoshop կամ նմանատիպ ինչ-որ չի օգտագործվել։ Հանրապես բան արած չի։ Արհեստական բանականություն չի օգնել ձեզ, չէ։ Կոսմետիկ միջոցներ չկա կիրառված, այսպես ասենք, եւ ինձ նաեւ հետաքրքիր է եւս մեկ բան, լուսանկարներում կա լուսանկար, որը սև ու սպիտակ է։ Այո, կան լուսանկարներ եւ իրանք քանի որ հին ավանդական ձևերով են նկարներ հիմնական պորտրետներ են եւ այսպես ասած Մարդիկ են։ Այո, բոլոր նկարները պորտրետներ են։ Հերոսներին ոնց եք գտել կամ ոնց են ովքեր են հերոսները։ Այո, հերոսները իրականում ես մի հատ ուրիշ որպես լուսանկարիչ ես մի հատ ուրիշ այսպես մի հատ նաև միտք ունեմ հետագայում, որը որ արդեն սկսել ենք աշխատել, նկարում ենք երևանցիներին, բայց երևանյան մշակութային գործիչներին։ Եվ այդ ամենը հիմնական, բայց կարևոր չի ոչ միայն, կարա նաև մշակութային գործիչ չլինի։ Օրինակ եղել է նաև իմ դասախոսը, կհիշեմ կամ Այսինքն պարտադիր չի հայտնի մարդ լինի։ Պարտադիր չի հայտնի մարդ լինի, սակայն օրինակ չգիտեմ, հիմա պատրաստվում ենք արդեն հետագա քայլերին, օրինակ չգիտեմ, կա Ռուբեն Հախվերդյանը, պատրաստ արդեն Ֆորշը կամ Հարին, շատ հայ շվեյցարահայ գրող Հարին շատ տաղանդավոր եւ իմ դասախոսը նաեւ այսինքն ինքը հենց այն գործիչներ են երևանյան հոգի ունեցող գործիչներ են կարծում եմ ըստ հեղինակի էստեղ որովհետեւ դա նույնպես տարբերեր կամ տիպավորել այսպես ասած այդպես էլ պետք չի Վերջին շրջանում տենդենց ենք նկատում, որ լուսանկարիչները փորձում են սովորական մարդկանց լուսանկարել սովորական իրավիճակում բնօրինակ, հա, այսպես տանան ոչ թե ստուդիա լինի կամ ինչ-որ բան, այլ մարդուն հենց օրինակ գյուղացին իր գործի ժամանակ պատահական լուսանկարները հաճախ լինում են ամենահաջողվածները։ Այո, հենց եթե խոսում ենք մենք դոկումենտալիստիկայի ժանրի հետ կապված, կուզեմ նշեմ, որ դոկումենտալիստիկան իմ ամենասիրած ժանրն է, որտեղ որ ես նաև 2-3 նաև դոկումենտալ ֆիլմեր ունեմ, որտեղ որ բայց կարծում եմ լուսանկարչությունը ավելի քան հոգևոր է քան Միքայել, ձեր աշխատանքներում առանցքում, հա, աշխատանքների առանցքում ով է մարդն է, բնությունն է, թե մեկ այլ Կարծում եմ բնությունը եւ մարդու Այնց հետաքրքիր հարց տվեցիք ճիշտ ասած։ Աշխատեցիք մտածել, հա։ Աշխատում ենք։ Չէ, էսա, բայց հետո ասում չէ, իրականում քանի որ պորտրետներն են բնականաբար մարդը, բայց օրինակ մարդու կերպարը շատ կարևոր է։ Ես հիշում եմ դիմանկարի մասին։ Դիմանկարների մասին, այո։ Բայց օրինակ ես օրինակ դոկումենտալ լուսանկարչության, քանի որ ահավոր մեծ սիրահար եմ եւ կուզեմ մեծ ուրախությամբ հայտնել, որ Հայաստանում օրեցօր զարգանում է դոկումենտալ եւ ընդհանուր առմամբ լուսանկարչությունը, շատ մեծ քայլ ենք առնում այսօրով։ Եվ քանի որ
պորտրետներն են, հենց հիմք հենց պորտրետներն են, այնտեղ պետք է որսալ մարդուն եւ հենց այդ պահը, որ մարդը հենց այդ էմոցիան պետք է տալ, թե ինչքանով է ստացվել, ես կուզեմ նոյեմբերի 29-ին դուք էլ գաք։ Եկեք եւս մեկ անգամ բոլորին հրավիրենք նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոն, ժամը քանիսից է։ 7-ին ժամը 19-ից, մուտքը Մուտքը ազատ է եւ սա հիանալի առիթ է, որպեսզի դուք վեր կենաք Երևանից եւ ուղևորվեք Աշտարակ դրամատիկական թատրոն, նախ կակտիվացնենք այնտեղ մշակութային միջավայրը եւ միևնույն ժամանակ մենք կհայտնվենք գեղեցիկ բնության հրաշքների աշխարհում ձեր միջոցով փաստորեն եւ սա սովորական ցուցահանդես չէ։ Մաքուրոտ կշնչեք։ Եվս մեկ անգամ սա հետաքրքիր էքսպերիմենտ անվանենք, հա, նորարարություն, որտեղ փորձել են բանաստեղծությունը, երաժշտությունը, պարը, նկարները ընդհանուր մի հարթակում ներկայացնել, մեկը մեկի հետ անմիջական կապ ունեցող, որը ներկայացնում է մեր կյանքը իր եղանակային տարատեսակ փոփոխություններով։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, հիշեցնենք լուսանկարիչ Միքայել Նազարենկոյի հետ էինք խոսում, ով մեզ պատմեց ինչ է սպասվում առհասարակ նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Մենք ձեզ դեռ հրաժեշտ չենք տալիս։ Մնացեք մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ 19:51 րոպե, մենք շարունակում ենք սիրով աշխատել ձեզ համար հանրային ուղիղ եթերում։ Եվ առհասարակ մենք զրուցում էինք նաև յուրատեսակ ցուցահանդեսի մասին ու գիտենք թե ցուցահանդեսները որքան հետաքրքիր ու տարբեր հույզեր են փոխանցում մարդկանց, հատկապես երբ գնում ես այլ երկրներ, գնում ես հայտնի թանգարաններ, դիտում ցուցադրություններ, ասում վաու, ես այն իմ աչքերով տեսա։ Այո, հաջորդ լուրը վերաբերում է աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկին, խոսքը Լուվրի թանգարանի մասին է, գիտեք, հոկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո Փարիզի Լուվրի թանգարանը հայտարարել է անվտանգության արդիականացման բաց մրցույթի մասին։ Պայմանագիրը ներառում է Լուվրի թանգարանի անվտանգության աշխատանքները գլխավոր պլանի շրջանակներում եւ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է նույնիսկ սահմանվել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 3-ը ժամանակ է ընտրվել որպեսզի այդ հայտերը ներկայացվեն։ Մերոնք էլ թող ներկայացնեն։ Այո, ինչու ոչ, հայերը եւս կարող են նախնական պայմանագրի ժամկետը 7.5 տարի է։ Ես վստահ եմ, որ եթե մերոնք իրենց հանդուգն գաղափարներով մասնակցեն այս մրցույթին, կփրկեն Լուվրը եւ հաստատ կհաղթեն։ Աշխատանքները կիրականացվեն 6 փուլով, ֆինանսավորումը կտրամադրվի հենց Լուվրի բյուջեից։ Ինչ է, իսկ մենք գիտենք Լուվր որքան այցելու կա, իսկ ամեն այցելու որքան գումեր է վճարում։ Սա էլ ձեզ բիզնեսի։ Տեսնում եք ինչ լավ բաներ ենք, դա հայտարարություններ, աշխատանքի ընդունման հայտարարություն։ Փրկեք, հայերը թող փրկեն Լուվրը։ Ինչու՞ Էլավելյան վտակ դարձնել, այո, ինչու ոչ։ Հենց այդպես։ Մի կատարում էլ լսենք եւ դեռ կշարունակենք։ Is thinking that he's in control. Nothing you can do to break his stride, cause he's Mr. Cool and this is his party. I've seen it 500,000 times. You can play forward or rewind. You will always do what she decides, cause she's got the key to getting you started. Automatic, cause there's nothing you can do. Automatic, boy, she's taking over you. Automatic, when you look into her eyes. Automatic, boy, she's got you hypnotized. I'm talking to you, she'll make a slave out of you, but you can't help it, boy, so it's okay. I'm talking to you, she'll make a slave out of you, but you can't help it, boy, so it's okay. Boy, you know you need me, let's misbehave. You're an information overdrive, she's pushing every button that she finds. She's really got your motor running high, and you know she's taking over your body. Running all your fingers over her skin, you can really feel your temperature rising. She's giving you a system overload, soon you're gonna need a circuit rewriting. Automatic, cause there's nothing you can do. Automatic, boy, she's taking over you. Automatic, when you look into her eyes. Automatic, boy, she's got you hypnotized. I'm talking to you, she'll make a slave out of you, but you can't help it, boy, so it's okay. I'm talking to you, she'll make a slave out of you, but you can't help it, boy, so it's okay. She's got you hypnotized. Nothing you can do. You know it's automatic. Every single boy I know is thinking that he's in control. Nothing you can do to break his stride, cause he's Mr. Cool and this is his party. I've seen it 500,000 times. You can play forward or rewind. Եվ իհարկե ավարտին մեր այսօրվա եթերին, նոյեմբերի 20-ի եթերին մնացել են հաշված րոպեներ, 9 աստիճան տաքություն է այս պահին Մայրաքաղաք Երևանում։ Տաքացավահակին ասեմ։ Այո, անպայման իրազեկել, ինչ վերաբերում է ավտոճանապարհներին Երևանի 5 բալ է ընդամենը թեթև է քաղաքը, կարող եք երթևեկել, եթե տեղ պետք է գնաք, հիմա գնացեք, որտեվ հետո արդեն նորից կսկսվեն կթեժանա։ խցանումները։ Իդեպ ֆիքսել ես, որ կոնկրետ կան խցանումների կոնկրետ ժամեր։ Եվ եթե Ես չի ասի, որ այդ ժամերը կան, հաշվարկել, որտեվ կարողանում ես շրջանցել ցանկացած խցանումները։ ժամի խցանում է։ Դե հա, դա էլ կա միանշանակ ինչ։ Թեթև է։ Դե ինչ, հարգելի ռադիո լսողներ, այսօր բավականին հագեցած եթեր էր մեզ մոտ, եւս մեկ անգամ ուզում ենք մանկաբույժներին սրտանց շնորհավորել մասնագիտական տոնի առիթով շնորհակալություն ձեզ, որ մեր փոքրիկների կողքին եք եւ փորձում եք նրանց մանկությունն ավելի առողջ դարձնել։ Ձեզ համար աշխատեցին Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղը, հանդիպման վայրը եւ ժամանույնն է Հանրային ռադիո առաջին ալիք 9:30։ Հաղորդավարները եւս։ Կհանդիպենք։ Night shift, but with all the perks. Time stamping when you fell in love. Time can't mess with us. If
up late till you can't see straight. Just wait till I turn my love on. Wait till I turn my love on. I'm no cheap girl, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Wait till I turn my love on. Wait till I turn my love on. You'll get your thrill, just promise you'll be patient with the outcome. Come on, cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Why are we conversing over this steak tartare when we could be somewhere other than here, making out in the back of a car or in the back of a bar, or we can make a memoir, yeah, on the back wall of the last stall in the bathroom at the bazaar. If you think about falling, got you covered like garments. I deserve an applause for keeping you up late till you can't see straight. Just wait till I turn my love on. Wait till